կրակի առաջը փագողներ կային, որոնք իրենց կյանքը զոհեցին, որպեսզի իրենց ընկերները ազատվեն։ Սրանք էլ հոգով եռացող մարդիկ էին։ Եթե մարդը ներսից այդ գիտակցությունը ունենա, որ սա հայրենիքի պաշտպանության է գնում կամ ասենք ինչ որ մի կարևոր գործի իր կյանքը չի տա։ Դա Քրիստոսով լցված մարդիկ են, որ ասենք հավատում են, որ իրենց հայրենիքը պաշտպան, իրեն մորը, իր քրոջը պաշտպանելու համար կնոջը պիտի իր կյանքը զոհի։ Նա պատրաստ է արդեն, հոգով եռում է նա արդեն, կյանքը այդպեսին է։ Այսինքն մարդիկ չհասկանան միայն հոգով եռալ ամեն օր գնաս աղոթես, սա հոգով եռալ չի։ Ես շեշտեցի գործունեությունը, եւ Պողոսը եւ Մեսրոպ Մաշտոցը հսկայական գործունեություն ծավալեցին։ Եվ մենք ոչ թե եռում ենք, մենք նույնիսկ չենք էլ ջերմացել, եւ սա է մեր ցավը, որ ուզում եմ ասեմ, ինչի ես ավելիով բառը շեշտեցի, որ ոչ թե նույնիսկ փորձեք տակ այն ինչ որ ստացել եք, ասենք տվյալ դեպքում ծնող շեշտեցի, գոնե հասնենք ծնողին, մարդիկ ասում են գոնե ծնողից հասածին չափ ես իմ երեխուն տամ, բավարար չի, համաձայն Քրիստոսի խոսքի, պիտի այնքան եռաս, որ ավելի անես։ Իսկ սա նշանակում է գործունեություն, ջրաջանություն, դրա համար հետագայում պիտի մրջյունի օրինակը բերեր արդեն առակած գրքի հեղինակս, որ մրջյունի նման աշխատեք, իսկ մրջյունը անդադար է։ Բնականաբար մեր հայրենիքի վիճակով մեր ժողովուրդը այնտեղ տնտեսական մի քիչ դժվարություններ ունեն։ Բնական է մենք էլ իբրև ընտանիք այս երկիրը որ եկանք ահագին տնտեսական նեղություն, դու էլ, ես էլ, բոլորս էլ ովքեր որ եկել ենք, բայց մենք հաղթահարեցինք չէ դժվարությունը։ Ով հաղթահարեց։ Ես եւ դու։ Ոչ մեկը մեզի չօգնեց, Աստված կանչեցինք, ընկանք առաջ։ Հիմա մեր հայրենիքի պարագային ամեն Հայաստանի բնակիչ, հայ բնակիչ, մենք էլ այստեղ փորձենք ինչ որ ձևով օգնել, բայց գլխավոր այնտեղ ապրող մեր հայրենակիցներն են, որոնք իրենք ամեն մեկը պետք է ցավեն մեր երկրի համար եւ մի կաթիլ մի բան պետք է անեն։ Մի հատ ծաղիկ պետք է տնկեն, ոչ թե քանդեն, այլ ծաղիկ տնկեն։ 10 հատ պետք չի։ Մեկ հատ ծաղիկ պետք է տնկեն։ Հայ խոսքս փոխաբերական իմաստ ունի, ֆիզիկական իմաստով։ Այսինքն նստենք ու մտածենք, որ դժվարություն ունենք, նեղություն ունենք, չենք հասցնում, գործ չկա, այս չկա։ Մրջյունի օրինակը քեզի օրինակ։ Այո։ Առակած գրքում մրջյունին նայիր եւ աշխատիր։ Եվ քանի որ Տերը ժամանակը քիչ է, կարծեմ մի քանի րոպե մնաց, մենք որոշել ենք Նարեկով փակենք, բայց մի երկու բան, որ ամենակարևորն է։ Քրիստոս, երբ որ գնաց Գեթսեմանի պարտեզ, առաքյալներին պատվիրեց արթուն մնալ եւ աղոթել։ Եվ շատ հաճախ մեզ թվում է, թե այդ արթնությունը զուտ մարմնական արթնություններ 3 անգամ եկավ, 3 անգամ էլ իրենց քնած գտավ, բայց Քրիստոսի բառը երբ որ մենք տեսնում ենք եւ իրականում ավետարանիչները 3-ն էլ նույնն են ասում, համատեսական Մատթեոս, Մարկոս, Ղուկաս, Քրիստոս ասեց արթուն կացեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք, իսկ փորձության մեջ ընկնել չի նշանակում զուտ աչքերդ բաց լինել, այլ նշանակում է հոգեպես արթուն լինել։ Ուրեմն Քրիստոսի հիմնական պատվիրաններից մեկը սա այս արթնությունն է, հոգու արթնությունն է, որը որ մեզ ինքը պատվիրեց եւ սա չունենալ նշանակում է ընդհանրապես կործանվել։ Դրա համար նաեւ հիշենք կույսերին արթուն էին իրենք եւ սա ամբողջը փոխաբերական էր։ Փեսան եկավ, կարողացան դիմավորել իրեն, իսկ նրանք, որոնք որ քնած մնացին, ի վերջո չկարողացան մտնել խրախճանքի մեջ։ Պատրաստ չէին։ Ուրեմն հոգու արթնությունը, այս զգաստությունը ամենակարևորն է։ Իսկ ինչի են քուն ասում, հետագայում վստահ եմ որ պիտի փակենք Նարեկով, քունը իբրև մահվան քուն է շեշտվում։ Այսինքն ինչի մահվան է համատես, որովհետեւ ի վերջո կամ մեղքի հետ, որովհետեւ երբ որ քուն ես կայարաններդ շատ ավելի այսպես ասած բթացած վիճակում են։ Լավ չես մտածում, լավ չես շարժվում, դեռևս քնաթաթախայ ժողովրդի բանը կա, նույնն էլ մեղքն է, ամբողջը պատրանք է, որ քեզի ոչ թողում է լավ մտածես, ոչ թողում է լավ գործես եւ հետագայում Տաթևացին ասում է ինչպես որ քունն է հիմնականում գիշերը լինում, նույնն էլ մահրտու մեղքն է գիշերը սիրում։ Եվ ընդհանրապես այս քունն ու մեղքը իրար հետ համատեսել, իրար հետ համադրելն է, որ պիտի Նարեկացու կամ մյուսների մոտ վերեր մահվան քուն բառերը, որոնք որ ի վերջո մենք կարծես թե արթուն ենք, բայց հոգեպես քնած ենք, եւ եթե հոգեպես քնած ենք, երազների մեջ ենք պատրանքների։ Եվ ասում են նայեք, երազում կարող է դու հաց ուտես, քեզ հաճելի թվա, բայց իրականում դու ոչինչ չես կերել։ Ու սոված ես, երբ որ արթնացար, օրգանիզմը դրանով չսնվեց։ Նույնն էլ մեղքն է։ Մեղքը պատրանք է, քեզ թվում է սա լավ է, հաճելի է այս աշխարհային վայելքներով հետևից ընկնել, մոռանալ հոգեվորը, բայց իրականում չի լցվում քո ներքինը, դու դատարկ ես, դու քաղցած ես։ Ու դրա համար կարծում եմ, որ այս լավագույն սրա գագաթնակետը պիտի Նարեկացին տար իր հրաշալի աղոթամատյանում, որ եթե կարողանանք ճիշտ հասկանալ, թե ինչ է ասում մարդը,
ամբողջությամբ Հիմնականում կվերափոխվենք։ արդեն ինքն արեկացին քիչ արել մահահանգույն նիրհի մասին է խոսում, այսինքն մահվան նման, մահվան գույն ունեցող քնի մասին է խոսում։ Վերջավորությունը արդեն կարծում եմ, որ սրանով կվերջացնենք Նարեկ Սուրբ Գրիգոր Նարեկացին, ես էլ ասում, սիրելի ժողովուրդ, գնացեք եւ արեք Սուրբ Գրիգոր Նարեկացին մեր 10-րդ դարի աղոթասացը, որը ձեզ կհանգստացնի, ձեզ, ինչպես ասում են, ավելի զորություն կտա, ավելի դուք հանգիստ կլինեք կյանքի բոլոր դժվարությունների առաջ։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուն Սրբո ամեն։ Սուրբ Աստվածածնիդ եւ ընտրյալներիդ բարեխոսությամբ շնորհիր նիրհիս այս մահահանգույն խորին գիշերում բերգրալի հանգիստ, որբեզի կրկին եւ որ ստապվեմ այս ծանր քնից, լիովին զգաստ ու հոգենորոք, մի զվարթությամբ կանգնած քո առաջ, մաղթանքներն իմ այս հավատքիս բուրմամբ, ով ամենօրտնյալ ու անջարալի փառքի թագավոր, զուգաձայնությամբ ողջ երկնագումար, փառաբանական բազմություններից, բարձունքներդ իվեր առաքեմ արքես, քանզի դու բոլոր արարածներից, փառավորյալ ես, հավիտյաններից հավիտյանս, ամեն։